Հոգևոր տգիտությունը և կուրությունը դարեր շարունակ եղել է բազմաթիվ հոգիների կործանման պատճառ։ Այսօր աշխարհում կա 2.7 միլիարդ իրենց կոչող քրիստոնյա ժողովուրդ, հա։ Դա գրեթե կազմում է աշխարհի 33%-ը, մարդկության 33%-ը։ Եվ այդ 33%-ը այս Սուրբ Ծննդյան օրերին, Նոր տարվա օրերին ուրախանում էին հրավառությամբ, գեղեցիկ սեղաններով, շքեղ հագուստներով, հարգարժան հյուրերով և այլ գեղեցկություններով, ինչը որ տեսնում են փողոցներում և այլն։ Բայց ճշմարիտ քրիստոնյաների համար այս ուրախությունը կայանում է Հիսուս Քրիստոսի մեջ, և մենք չենք ուրախանում այս աշխարհի այլ խաղալիքներով, գույներով, քան հենց մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսով։ Գիտենք, որ թե Նոր տարին, թե Սուրբ Ծնունդը դա մեր Քրիստոսին է ուղղված, նրանով սկսվեց նոր դարաշրջան, նրանով էր կյանքը, նրանով մենք տեսանք լույսը, որը որ աշխարհի այդ 2.7 միլիարդ իրենց կոչող քրիստոնյա ժողովուրդը այդպես էլ կույր մնացին։ Մենք այսօր պետք է ուսումնասիրենք մի թեմա, որը որ նույնպես դարձել է բազմաթիվ հոգիների կործանման պատճառ, որովհետև չունեին գիտություն, որովհետև նրանց տգիտությունը հենց իրենց կործանում է։ Այսօր պետք է ուսումնասիրենք Հովհաննես ավետարանի 1 գլուխ 1-5 համարը և հավելյալ 14 համարը։ Եկեք նախ կարդամ տեքստը։ Սկզբում էր բանը, և բանն Աստծու մոտ էր, և բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծու մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Նրանում էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը չճանաչեց նրան։ Եվ բանը մարմին եղավ և մեր մեջ բնակվեց, և մենք նրա փառքը տեսանք, որպես հոր միածնի փառքը, շնորհով ու ճշմարտությամբ լեցուն։ Ամեն։ Նախ կուզեմ որոշ ծանոթություններ տալ, մեր թե տեքստի վերաբերյալ և թե ընդհանուր Հովհաննես ավետարանի մասին, որոշ ներածություններ, պատկերներ, որից հետո նոր պետք է անցնենք մեր ուսումնասիրությանը։ Նախ ավետարանը գրվել է Հովհաննես առաքյալի կողմից, Զեբեդեոսի որդու Հակոբոսի եղբոր կողմից։ Հովհաննեսը մի ժամանակ ձկնորս էր Գալիլեայի ծովում, բայց կոչվեց դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտը։ Առաքյալը ականատես էր Հիսուս Քրիստոսի բոլոր գործերին և հետագայում դարձավ եկեղեցու սյուներից մեկը։ Հովհաննեսը այն աշակերտն էր, որին Հիսուսը շատ էր սիրում։ Հովհաննեսը 3 ընտրյալ առաքյալներից մեկն էր, ովքեր ականատես եղան Հայրոսի դստեր հարությանը, ականատես եղան Քրիստոսի այլակերպությանը և ներկա էին նրա հետ Գեթսեմանի այգում, նաև նա ներկա էր Տիրոջ տանջանքների ժամանակ։ Հովհաննեսն էր, որ վերջին ընթրիքի ժամանակ հենվեց Հիսուսի կրծքին, և ում Տերը խաչի վրա մահանալով խնդրեց հոգ տանել իր մոր Մարիամի մասին։ Հետաքրքիր է նշել, որ հենց Հովհաննեսին Աստված հայտնեց Քրիստոսի մասին ամենախորը ճշմարտությունները։ Երկրորդ, Հովհաննեսի ավետարանը գրվել է շատ ավելի ուշ, քան մյուս 3 ավետարանները։ Բոլոր 3 ավետարանները գրվել են 60-ական թվականներին, իսկ Հովհաննեսի ավետարանը գրվել է 80-ական թվականներին։ Այն գրվել է որոշ հերետիկոսական ուսմունքների ի հայտ գալուց հետո։ Երրորդ, այս ավետարանի բովանդակությունը շատ առումներով տարբերվում է մյուս 3-ից։ Բացառությամբ
խաչելության եւ Քրիստոսի կյանքի մի քանի այլ պահերի հետ։ Հովհաննես առաքյալի կողմից Սուրբ Հոգու ներշնչմամբ գրի առնված այլ փաստեր կարելի է գտնել միայն նրա ավետարանում։ Հովհաննեսը ոչինչ չի ասում Հիսուսի ծննդյան եւ մանկության, անապատի փորձառության, լեռան քարոզի, պայծառակերպության, Երուսաղեմի մասին մարգարեությունների եւ այլ շատ բաների մասին։ Նրա ավետարանը քիչ է հրաշքներով եւ քիչ են առակներով։ Սակայն Հովհաննեսի պատմածը անգին գանձ է, որը քրիստոնյաներն ունեն։ Նիկոդեմոսի, Սամարացի կնոջ, Ղազարոսի հարության, Տիրոջ հարության, Պետրոսին հայտնվելու մասին Գալիլեայի ծովում իր հարությունից հետո, Քրիստոսի զրույցները ժողովրդի հետ, նրա զրույցները իր աշակերտների հետ եւ իհարկե 17-րդ գլուխը աղոթքը այդ կազմում են Աստվածաշնչի ամենաարժեքավոր մասերից մի քանիսը։ 4-րդ ավետարանի գրության ոճը նույնքան անսովոր է, որքան դրա բովանդակությունը։ Ավետարանում շատ արտահայտություններ շատ պարզ են, բայց դրանք պարունակում են խորը իմաստ, որը հնարավոր չէ լիովին ըմբռնել։ Ավետարանը պարունակում է բազմաթիվ պարզ բառեր, որոնք օգտագործում են խորը հոգևոր իմաստով, ինչպիսիք են լույս, խավար, խաղաղություն, կյանք, ճշմարտություն, մնալ եւ ճանաչել արտահայտությունները։ Սրանք բանալի արտահայտություններ են, որոնք հաճախ են կրկնվում, բայց ունենք բանալի համար, որը Հովհաննեսը հենց խոսում է 14 համարը, որը որ մենք պետք է ուսումնասիրենք եւ գրման նպատակը ցույց է տալիս հենց Հովհաննես 20-րդ գլուխ 31 համարը։ Այսպես է ասում. բայց սրանք գրվեցին, որ դուք հավատաք, թե Հիսուսը Քրիստոսն է, Աստծո որդին, եւ հավատալով կյանք ունենաք նրա անունով։ Ահա թե որն է գրման նպատակը։ Հովհաննեսը երրորդության երկրորդ եւ երրորդ անձանց համար օգտագործում է անուններ, որոնք չկան մյուս ավետարաններում։ Օրինակ, խոսք որդու Աստծո համար եւ մխիթարիչ Սուրբ Հոգու համար, որը բացատրության կարիք ունի։ Ավետարանը նաեւ հաճախ պարունակում է հրեական սովորությունների եւ արտահայտությունների համառոտ բացատրություններ, ինչը ենթադրում է, որ Հովհաննեսը գրում է ոչ այնքան հրեաներին, որքան աշխարհի բոլոր քրիստոնյաների համար։ Ես կարդացի, որ հին աստվածաբան Գրիգոր Նազյանզացին ասում էր, որ Մատթեոսը գրել է հրեաների համար, Մարկոսը հռոմեացիների, Ղուկասը հույների, իսկ Հովհաննեսը բոլորի համար է գրել։ Վերջապես Հովհաննեսի ավետարանի ամենանշանակալի առանձնահատկություններից մեկը նրա նախաբանն է։ Նախաբան ասելով ես նկատի ունեմ առաջին գլխի 18 համարները, որը խոսում է 6 հիմնարար ճշմարտությունների մասին։ Առաջին, հավիտենական Քրիստոսը 1-3 համարներում, մարմնացած Քրիստոսը 4-5 համարներում, Քրիստոսի նախապատկերը 6-8 համարներում, չճանաչված Քրիստոսը 9-11 համարներում, ամենակարող Քրիստոսը 12-13 համարներում եւ փառահեղ Քրիստոսը 14-16 համարներում։ Նախաբանը արտացոլում է ամբողջ գրքի բովանդակությունը եւ բաղկացած է պարզ հակիրճ նախադասություններից։ Աստվածաշնչում ոչ մի տեղ մենք չենք գտնում Հիսուս Քրիստոսի աստվածային էության մասին նման հստակ եւ ճշգրիտ նախադասություններ հերթականությամբ։ Ոչ մի այլ տեղ մենք չենք հանդիպում մեկ տեղում այդքան շատ արտահայտությունների, որոնց իմաստը հնարավոր չէ լիովին հասկանալ եւ բացատրել։ Սուրբ գրքի ոչ մի այլ մաս չի պահանջում յուրաքանչյուր բառի եւ նույնիսկ յուրաքանչյուր նախադասության մեջ բառի ձևի այդքան ուշադիր ուսումնասիրության։
Հովանեսի ավետարանի քերականական կառուցվածքների գեղեցկությունը եւ ուշադիր ընտրված բառերի ճշգրտությունը տարբերվում է Սուրբ գրքի մյուս բոլոր գրքերից։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ Հովանեսի ավետարանի առաջին 5 համարներում նույնիսկ մեկ բառ փոխելը կբացի ճանապարհ որոշ հերետիկոսական ուսմունքների։ Հովանեսի ավետարանի առաջին 3 համարները միշտ համարվել են Աստվածաշնչի ամենահիասքանչ տողերից մեկը։ Հին ժամանակներում այս խոսքերը ոսկե տառերով գրվել են շատ ու շատ քրիստոնեական եկեղեցիներում։ Իսկապես սա Հովանես ավետարանին համապատասխան եւ արժանի նախաբան է։ Ասեմ, որ մենք կունենանք այսօրվա մեր քարոզում որոշակի կրկնողություն, այսինքն որոշակի կրկնվող արտահայտություններ, բայց սա միայն կրկնություն չէ, այլ տարբեր հարցերին տարբեր անկյուններից պատասխան է։ Եվ կուզեմ ձեզ համառոտ ծանոթություն տալ մեր տեքստի վերաբերյալ, որը ձեզ մինչև մեր տեքստի ուսումնասիրությանը անցնելը ձեզ որոշակի ինֆորմացիա տամ, որպեսզի տեքստը ուսումնասիրելիս ձեզ ավելի ամրապնդի։ Եվ սա նորից եմ կրկնում, թող ձանձրալի չթվա, մենք ոչ թե ուղղակի կրկնություն ենք անում, այլ ուղղակի մենք տեքստին տարբեր անկյուններից պատասխան պետք է տանք։ Եվ ավելի հուսանք, որ ավելի խորը արմատներ կգցի մեր հոգևոր կյանքի մեջ, հասունության մեջ։ Այսպիսով, ինչպես ասացի, Հովանես ավետարանը, որը սկսվում է այս խոսքերով, տարբերվում է մյուս 3 ավետարաններից։ 3 ավետարաններում շատ բաներ կան, որ գրված չեն Հովանեսի ավետարանում, եւ շատ բաներ էլ չկան գրված Հովանեսի ավետարանում։ Ինչ որ կա գրված Մատթեոսի, Մարկոսի եւ Ղուկասի մոտ։ Սա կարելի է բացատրել։ Հիշենք, որ Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը եւ Հովանեսը բոլորն էլ Աստծո կողմից առաջնորդվել են իրենց ավետարանները գրելիս։ Թե ընդհանուր ուրվագծով, թե մանրամասնություններով ավետարանիչների կողմից գրառված եւ չարված ամեն ինչում առաջնորդել է Սուրբ Հոգին։ Եթե կա գրված, Սուրբ Հոգին է առաջնորդել, եթե չի գրվել, դա էլ է Սուրբ Հոգին առաջնորդել, որ չգրվի։ Հովանես առաքյալը ոգեշնչվել է յուրահատուկ ձևով։ Այնինչ մենք գտնում ենք միայն նրա ավետարանում, դարձել է թանկարժեք գանձ Քրիստոսի եկեղեցու համար։ 4 ավետարաններից ոչ մեկը այնքան լիարժեք եւ հստակ չխոսեց Քրիստոսի աստվածային էության, հավատքով արդարացման, Քրիստոսի առաքելության, Սուրբ Հոգու գործի եւ հոգևոր կյանքի մասին, որքան Հովանես ավետարանիչը։ Իհարկե Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը նույնպես անդրադարձել են այս կարևոր հարցին, սակայն Հովանեսի ավետարանում այս ճշմարտությունները այնքան ակնհայտ են, որ անմիջապես ակնհայտ են ցանկացած ընթերցողի համար։ Այս գիրքը ավելի հեշտ է ընթերցել։ Մեր առջև գտնվող այս 5 համարները մեր Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթի մասին վեհաշուկ խոսքերն են։ Անկասկած հենց նա է, ում Հովանես առաքյալը անվանում է խոսք։ Այս բառի իմաստի ողջ խորությունը մարդկային միտքը չի կարող ըմբռնել, բայց մենք կարող ենք օգտակար իմաստություն ձեռք բերել դրանցից։ Նախ մենք իմանում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հավիտենական է։ Հովանես առաքյալը մեզ ասում է, որ սկզբում էր բանը։ Այս բանը չի հայտնվել երկնքի եւ երկրի արարչագործության ժամանակ եւ անշուշտ ոչ էլ այն ժամանակ, երբ ավետարանը եկավ այս աշխարհ։ Նա փառավորվեց հոր հետ մինչև աշխարհի լինելը։ Հովանես 17:5 համար։ Երկրորդ, մենք իմանում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը անձ է, առանձին հորից, բայց միևնույն ժամանակ նրա հետ մեկ։
Հովանես Առաքյալը մեզ ասում է, որ բանը Աստծո հետ էր։ Հայրը եւ բանը երկու տարբեր անձինք են, բայց միավորված մեկի մեջ։ Հայր Աստված գոյություն ուներ Հավիտյանս Հավիտենից, եւ նրա հետ Հավիտյանս Հավիտենից գոյություն ուներ բանը, Որդին Աստված։ Նրանցից յուրաքանչյուրը անհատապես մեծ է եւ հավերժական։ Եվ այնուամենայնիվ նրանք մեկ Աստված են։ Սա մեծ առեղծված է։ Երջանիկ է նա, ով կարող է ընդունել այն հավատքով, առանց փորձելու հերետիկոսություն փնտրելու։ Երրորդ, մենք իմանում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Աստված է։ Հովանես Առաքյալը մեզ ասում է, որ բանը Աստված էր։ Նա ստեղծված հրեշտակ կամ Աստծուց ցածր էակ չէ, մեղավորներին փրկելու զորությամբ։ Բանը կատարյալ Աստված է։ Այն ունի նույն աստվածային բնույթը, ինչը Հայր Աստված։ Որդին, որը աշխարհի ստեղծումից առաջ էր, ունի նույն բնույթը, ինչ Հայրը։ Չորրորդ, այս հատվածից մենք իմանում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը բոլոր բաների արարիչն է։ Հովանեսը գրում է. ամեն ինչ նրանով ստեղծվեց եւ առանց նրա ոչինչ չստեղծվեց, ինչ որ ստեղծվեց։ Բանը հոր ստեղծագործությունը չէ, ինչպես պնդում են որոշ հերետիկոսներ։ Ընդհակառակը նա այն էակն է, որը ստեղծեց տիեզերքը եւ դրանում եղած ամեն ինչ։ Նա հրամայեց եւ այն հաստատվեց։ Սաղմոս 33:9, նաեւ 148:5 նույն խոսքերն են ասում։ Եվ վերջապես մենք իմանում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հոգևոր կյանքի եւ լույսի աղբյուրն է։ Հովանեսն ասում է, որ նրա մեջ կյանք կար եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Քրիստոսը հավերժական եւ միակ աղբյուրն է, որից մարդկանց որդիները կյանք են ստանում։ Ադամի եւ Եվայի անկումից առաջ ունեցած հոգևոր կյանքն ու լույսը նրանց տրվել էին Քրիստոսի կողմից։ Ադամի զավակների մեղքից եւ հոգևոր մահից ազատագրումը, որը նրանք ստացան անկումից հետո, խղճի լույսը եւ հոգևոր գիտելիքները, որոնք նրանք ձեռք բերեցին, բոլորը եկել են Քրիստոսից։ Պատմության ընթացքում մարդիկ մերժել են նրան, չցանկանալով զղջալ իրենց մեղքերի համար եւ ընդունելով փրկչի կարիքը։ Լույսը շարունակում էր փայլել խավարի մեջ, սակայն մարդկանց մեծ մասը հրաժարվում էր ընդունել լույսը։ Եվ եթե մարդկության պատմության ընթացքում մինչև օրս ուշադիր մարդկանցից որևէ մեկը հոգևոր կյանք եւ լույս է ունեցել, ապա պարտականենք միայն ու միայն Քրիստոսին։ Սա այս գեղեցիկ համարներում պարունակվող հիմնական համառոտ ակնարկներն են։ Դրանցից մեծ մասը գերազանցում է մարդկային ըմբռնումը։ Հետևաբար կխուսափենք շատ բաների մեջ մտնելուց, որ հերետիկոսական ճանապարհով չքայլենք։ Շատ բան կա, որ չենք կարող բացատրել։ Ուստի մենք պետք է ընդունենք այն հավատքով եւ խոնարհությամբ։ Այնուամենայնիվ այս հատվածը նաև առաջարկում է մի քանի շատ կարևոր գործնական դասեր, որոնք փորձենք Տիրոջ շնորհով բացատրել։ Նախ կարող ենք լիովին ըմբռնել մեղքի սարսափը։ Եթե ուզում եք տեսնել, թե ինչպիսին պետք է լինի փրկիչը, մեղավորների համար հավիտենական փրկություն ապահովելու համար, ապա ավելի հաճախ կարդացեք Հովանես Ավետարանի առաջին 5 տողերը։ Միայն հավերժական Աստվածը, տիեզերքի արարիչն ու տիրակալը կարող էր մարդուն ազատել մեղքից։ Կխնդրեմ այս հատվածը եւս ուշադիր լինեք։ Ակնհայտ է, որ մեղքն ավելի սարսափելի բան է, քան շատերը պատկերացնում են։ Մեղքի իրական չափանիշը նրա մեծության աստիճանն է, ով երկիր եկավ մեղավորներին փրկելու համար։ Եթե Քրիստոսն այդքան մեծ է ու եկավ աշխարհ մեղքից ազատելու, Հայր Աստծո բարկությունից ազատելու համար, ապա մեղքը աներևակայելիորեն սարսափելի մի բան է։
Երկրորդ, գիտեք թե որքան անսասան է քրիստոնեական հույսի հիմքը։ Եթե ուզում եք համոզվել, որ փրկիչը, որին մեղավորները վստահում են իրենց փրկությունը, ոչ այլ ոք է, քան հավիտենական Աստված, ապա հաճախ դիմեք Հովհաննես Ավետարանի առաջին 5 համարներին։ Քրիստոսը զորավոր է փրկելու բոլոր նրանց, ովքեր նրա միջոցով գալիս են հոր մոտ։ Նա ով Աստված էր եւ Աստված է, նաեւ Էմանուելն է, Աստված մեզ հետ է։ Եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ վստահել է ամենակարող Քրիստոսին մեզ օգնելու համար։ Մենք ինքներս մեծ մեղավորներ ենք, բայց հիշենք, Քրիստոսը մեծ փրկիչն է։ Նա անսասան անկյունաքարն է, որը կարող է դիմակայել մարդկության մեղքերի ամբողջ ծանրությանը։ Ով որ հավատա նրան չի ամաչի, ասում է Պետրոսը առաջի Պետրոս 2:6 համարում։ Եկեք անցնենք մեր տեքստի բացատրությանը։ Տեքստը բաժանել եմ 3 մասերի, 3 պունկտերի։ Առաջինը հավիտենական Քրիստոսը, առաջի 2 համարները։ Ամեն ինչ արարող Քրիստոսը, 3-րդ համարը, եւ մարմնացած Քրիստոսը 4, 5 եւ 14 համարները։ Գլխավոր միտքը, որ այստեղ մենք տեսնում ենք, հավիտենական Քրիստոսը, ով արարեց երկինքն ու երկիրը եւ նրա մեջ գտնվող ամեն ինչ, հայտնվեց մարդու մեջ, որը երևաց իր փառքով։ Առաջի համարը, այս համարը, պարունակում է 3 ճշմարտություն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որը կոչվում է բան, հավիտենական է։ Նա անձ է առանձին հորից, բայց միևնույն ժամանակ սերտորեն միացած նրա հետ եւ վերջապես նա Աստված է։ Պետք է նշել, որ այս համարի 2-րդ մասում Աստված բառը վերաբերվում է Հոր Աստծուն, մինչդեռ 2-րդում Քրիստոսի աստվածային էությանը եւ բանն Աստված էր։ Սկզբում այս արտահայտությունը պետք է հասկանալ որպես բոլոր արարչագործությունների սկիզբ։ Այս խոսքերը նման են Ծննդոց գրքի առաջին խոսքերին։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Ծննդոց 1:1։ Էր բառը, այս բայը շատ կարևոր է, նշանակում է գոյություն ուներ։ Ամբողջ համարի իմաստն այն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն արդեն գոյություն ուներ մինչև այս աշխարհի ստեղծումը եւ որևէ նյութի կամ մատերիալի հայտնվելը։ Քրիստոսը սկիզբ չուներ։ Նա գոյություն ուներ ամեն ինչի սկսվելուց առաջ։ Երբեք չի եղել ժամանակ, որ նա գոյություն չունենա։ Այլ կերպ ասած, մեր Տեր Հիսուս Քրիստոսը հավիտենական է։ Էր բառի խորը նշանակությունը տեսնում ենք առաջին 2 համարներում, որը այն կրկնվում է 4 անգամ։ Այստեղ չի ասվում բանը ստեղծվեց, այլ բանը էր։ Էր բայը ընդգծում է Հիսուս Քրիստոսի նախագոյությունը։ Նա հավիտենական Աստված է, բայց իր մարդկային բնույթի տեսանկյունից նա ուներ մարդկային տոհմաբանություն, իր աստվածային բնույթի տեսանկյունից նա չուներ տոհմաբանություն։ Բազիլն ասում է. սկիզբ եւ էր բառերը նման են 2 խարիսխների, որոնք ամուր պահում են մարդկային հոգու նավը հերետիկոսությունների փոթորկի մեջ։ Ավետարանում Հովհաննեսից բացի ոչ ոք Քրիստոսին չի անվանում խոսք։ Այստեղ խոսք ասելով Հովհաննեսը նկատի ունի Հիսուս Քրիստոսի անձին, այլ ոչ թե Աստծո խոսքին։ Սա այն չէ, ինչը տեսնում ենք Եբրայեցիների 4:12-ում, որ ասում է Աստծո խոսքը սուր է, կամ Գործք Առաքելոց 20:32-ում, որ ասում է ձեզ հանձնում եմ շնորհի խոսքին,
կամ նմանատիպ այլ համարների։ Հաջորդ համարներից պարզ երևում է, որ խոսք ասելով նկատի ունի Քրիստոսի անձին, բանը մարմին դարձավ։ Ակնհայտ է, որ այստեղ օգտագործված տերմինը լավ հայտնի էր հրեաներին։ Մեկնաբանները տարբեր բացատրություններ են տալիս, թե ինչու է միայն Հովհաննեսը Քրիստոսի համար օգտագործում այս անունը։ Տերտուլիանոսը, Ցվինգլը, Մուսկուլոսը, Բոցերը եւ Կալվինը հավատում են, որ Քրիստոսը կոչվում է խոսք, քանի որ նա Աստծո իմաստությունն է, առակած գրքի իմաստությունը 8-րդ գլխի։ Նրանք այստեղ այս արտահայտությունը թարգմանել են որպես բանականություն, իմաստություն կամ խորհուրդ։ Մյուսները, այդ թվում որոշ եկեղեցու հայրեր, կարծում են, որ Քրիստոսը կոչվում է խոսք, քանի որ նա Հայր Աստծո մտքի արտացոլումն է, նրա փառքի շողքը եւ նրա անձի արտահայտիչ պատկերը։ Ճիշտ այնպես, ինչպես մեր խոսքերը, մեր սեփական խոսքերը, եթե դրանք ազնիվ են ու անկեղծ են, արտահայտում են մեր մտքերը։ Թարթրայթը, Թիտմանը հավատում են, որ Քրիստոսը կոչվում է խոսք, քանի որ հին կտակարանի բոլոր մարգարեությունները խոսում էին նրա մասին։ Քրիստոսի գալուստը խոստացված էր։ Մելանխտոնը, Լյութերի օգնականը, ով ծանոթ է, Ռոլոկը, Գոմարը եւ Սկոթը հավատում են, որ Քրիստոսը կոչվում է խոսք, քանի որ նա հռչակում եւ բացատրում է հոր կամքը։ Նույն գլխում ասվում է. միածին որդին, որ հոր ծոցում է, նա հայտնեց նրան 18-րդ համար։ Այն նաև ասում է, որ Աստված այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր որդու միջոցով, Եբրայեցիների 1-րդ համարը։ Ես կարծում եմ, որ վերջին մեկնաբանությունն ամենահամոզիչն է, սակայն այս անվան հետ կապված, ինչպես ասացի, շատ բան հավանաբար կմնա այդպես էլ առեղծված։ Հովհաննեսը տերմինին հաղորդել է բացառապես հին կտակարանի եւ քրիստոնեական իմաստ է տվել, Ծննդոց օրինակ 1-րդ համարը, որտեղ Աստծո խոսքը ստեղծեց աշխարհը։ Սաղմոս 33:6-ում է խոսում, բայց կարդամ ձեզ Սաղմոս 107-ի ուրեմն 20 համարը, այսպես է ասում. իր խոսքն ուղարկեց ու բժշկեց նրանց ու կործանումից ազատեց նրանց։ Նաև առակաց 8-րդ գլուխ 27 համարը, որտեղ Աստծո խոսքը նրա հզոր ինքնաարտահայտումն է արարչագործության, իմաստության, հայտնության եւ փրկության մեջ։ Եվ այն դարձել է հղում անձի, այսինքն Հիսուս Քրիստոսին։ Այս վարկածի ավելի համոզիչ ապացույցներ կարելի է գտնել ռաբիական գրություններում, որտեղ Մեսիան հաճախ անվանում են խոսք։ Մեսիային այդպես են նրանք պատկերացրել։ Տեսեք, Ծննդոց 3-րդ գլխի, թարգմանությունը հին թարգմանություններից մեկում այսպես է ասվում, որ Ադամն ու Եվան լսեցին Տիրոջ խոսքը, որը քայլում էր պարտեզում։ Ծննդոց 3-րդ գլուխ 8 համար։ Այս համարները կարծես մեզ ավելի է համոզում Տիրոջ վերաբերյալ։ Իսկ ինչու է Հովհաննեսը գրել սկզբում էր բանը, այլ ոչ թե պարզ բառերով, սկզբում էր Աստծո որդին, որպեսզի ընթերցողների սրտերը չխռովի ավետարանի նկատմամբ սկսած առաջին տողերից։ Այսինքն միանգամից կարդան, միանգամից Աստծո որդի, այս արտահայտությունը արդեն նրանք, գիտեք, չեն ուզենա էլ շարունակեն կարդալ։ Առաքյալը գիտեր, որ հրեաները ոչ էլ հույները չէին հանդուրժի Աստծո որդի արտահայտությունը։ Նրանք չէին ընդունի այն միտքը, որ Աստված իր նման որդի ունի։ Սակայն երկուսն էլ լավ գիտակցում էին, որ Աստված կոչվում է խոսք։ Այսա նրանք շատ լավ գիտեին։ Ասում են, որ հրեաները ամենից շատ ատում էին Աստծո որդի արտահայտությունը։ Մեզ համար բավական է իմանալ, որ Հովհաննեսի կողմից երրորդության երրորդ
անձին ցույց տալու համար օգտագործված խոսք անունը լավ հայտնի էր իր ընթերցողներին։ Այս արտահայտությունը խոսում է Սուրբ Երրորդության առաջին եւ երկրորդ անձած ամենաամբողջական եւ անհավանական միասնության մասին։ Չնայած այս միասնությանը նրանք մնում են առանձին անձիկ։ Նրան էր, որ հայրը ասաց. «Եկեք մեր պատկերով մարդ ստեղծենք» Ծննդոց 1:26։ Նրան էր, որ հայրը ասաց. «Ահա Ադամը դարձավ ինչպես մեզանից մեկը բարին ու չարը գիտեցող» Ծննդոց 3:22։ Նրան էր, որ հայրը ասաց. «Եկեք իջնենք ու խառնենք նրանց լեզուները» Ծննդոց 11:17։ Այս համարում նաև նկատի ունի հայրը Սուրբ Հոգուն, եթե նկատեցիք, հայրը հոգնակի է դիմում։ Երրորդության անձած միջև եղած հարաբերությունները ամենաանհասկանալի առեղծվածներից մեկն է։ Հոր, որդու եւ Սուրբ Հոգու միջև եղած կապի բնույթը գերազանցում է մարդկային մտքի բացատրելու կարողությունը։ Օրիգինեսը հոր եւ որդու կապը փորձեց պատկերել արևի եւ նրա ճառագայթների հետ, ինչպես նաեւ կրակի եւ դրա արձակած լույսի միջոցով։ Լույսը նույնը չէ, ինչ լույսի աղբյուրը, բայց դրանք անբաժանելի են։ Որտեղ կա լույսի աղբյուր, այնտեղ կա լույս։ Եվ կա շատ օրինակներ, ինչպես նաև այսօր եռանկյունի են նկարում, փորձում են ցույց տալ երեք կողմերի հավասարությունը, նրանց մեկությունը, օրինակ են բերում սառույցը, որը իր մեջ պարունակում է սառցե ամուր կտորը, ջուրը, գոլորշին, սակայն բոլոր նման օրինակները անկատար են նկարագրելու Սուրբ Երրորդության մեկությունը։ Հետևաբար ավելի լավ է պարզապես հավատալ, քան փորձել չափից շատ խորանալ այդ հավիտենական առեղծվածի մեջ որոշ իրերի օգնությամբ բացատրել եւ ցույց տալ այդ հավիտենական խորհուրդը։ Մեր Տերը հստակ ասում է. «Ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ։ Ես եւ հայրը մեկ ենք, ով տեսել է ինձ, տեսել է հորը»։ Հովհաննես 14:9-11 համար եւ Հովհաննես 10:30 համար։ Եկեք անսասանորեն վստահ լինենք, որ հայրն ու որդին երրորդության երկու տարբեր անձիկ են, հավասար իրավունքներով եւ հավասարապես հավերժական, բայց միևնույն ժամանակ մեկ էությամբ անբաժանելիորեն միավորված եւ անբաժանելի, այդ թվում նաեւ Սուրբ Հոգին։ Ամենակարևորներից մեկը, որ չշփոթենք անձերը եւ չբաժանենք էությունները։ Տեսեք Հովհաննեսը ինչ զգույշ է արտահայտության ընտրության հարցում։ Նա գրել է. «Խոսքը Աստծո հետ էր, այլ ոչ թե Աստված Աստծո հետ էր»։ Այսպիսով հիշեցնելով մեզ, որ չկա երկու Աստված, այլ կա մեկը։ Այս նախադասությունը սովորեցնում է, որ Տեր Հիսուս Քրիստոսը, հավիտենական խոսքը, էապես Աստված է, ինչպես հայրը։ Պարզապես անհնար է Քրիստոսի աստվածային էությունն ավելին հստակ արտահայտել, քան այս հատվածում։ Այստեղ չի կարելի պնդել, որ հոր աստվածային լինելու մասին է խոսքը, քանի որ ոչ ոք այդպես էլ չի կասկածի տակ դրել հոր աստվածային լինելը։ Նաև չի կարելի պնդել, որ աստվածային լինել այստեղ վերագրում է հորից ցածր գտնվող ստեղծված մի էակի, ինչպես որ Եհովայի վկաներն են կարծում։ Այս հատվածում, որը կոչվում է Աստված, չստեղծված եւ հավերժական էակ է։ Բանը, խոսքը, լոգոսը բացարձակապես հավասար է հորը։ Հայրը, որդին եւ Սուրբ Հոգին հավասարապես աստվածային են։ Մենք Եհովայի վկաներին ենք բան ասում, իսկ գիտեք, որ իրենց բողոքական համարող ճյուղերի 30%-ը չի հավատում, որ Հիսուս Աստված է, հավասար հորը, իսկ քրիստոնեական երկրների ավելի քան 80%-ը միայն Հիսուսին ճանաչում է որպես Աստծո որդի, ցածրացնելով նրա դիրքը, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք գիտենք, բայց ոչ մի հասկացողություն եւ բացատրություն չեն կարողանում տալ
անգամ այն ինչ որ խոսում են, այսինքն որ ասում են, դե Աստծո որդին է։ Այն փաստը, որ ոմանք իրենց աչքի առջև այդքան հստակ տեքստ ունենալով պնդում են, որ Տեր Հիսուս Քրիստոսը միայն մարդ է, միայն ապացուցում է մարդկային սրտի ապականությունը։ Պողոսը լավ էր գրում 2 Կորինթացիների 4:4 այս դարի Աստվածը, այսինքն Սատանան, կուրացրել է չհավատացողների մտքերը, որպեսզի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը չծագի նրանց վրա, Քրիստոսի, որ պատկերն է Աստծո։ Եվ այդպիսիները չունենալով հոգևոր տգիտություն, հաճախ տրվում են փիլիսոփայության։ Երբ ինչ-որ թեմա ես խոսում և դիմացինդ հստակ գիտելիք չունի այդ թեմայով, սկսում է ֆանտազիային զոր տալ, չէ, իմաստուն երևալ, նա այդպես է փորձում անել, այսինքն չգիտի հարցի հստակ պատասխանը, բայց փորձում է իմաստուն երևալ և սկսում է փիլիսոփայել։ Եվ մենք ինչ ենք ասում, մի փիլիսոփայի, չէ։ Գիտեք, որ փիլիսոփայությունը եկել է հույներից, Պյութագորասից։ Փիլիսոփայություն, ֆիլասոֆիա, այս բառը բաղկացած է երկու բառից, ֆիլիա և սոֆիա։ Ֆիլեո սիրում եմ և սոֆիա իմաստություն, որը փոխանցում է մեզ իմաստասեր բառը։ Ինչու իմաստասեր, այլ ոչ թե իմաստագիտություն, ինչպես ասում ենք բնագիտություն, քաղաքագիտություն, աշխարհագիտություն, աստղագիտություն և այլն, որովհետև նրանք պնդում են, ուշադիր, որ մարդիկ չեն կարող լինել իմաստուն։ Իմաստուն են միայն աստվածները, և մարդը կարող է լինել միայն իմաստասեր, այլ ոչ թե իմաստուն։ Այսինքն, մարդը կարող է փնտրել իմաստություն, քանի որ սիրում է, բայց չի կարող գտնել, որովհետև իմաստությունը տրված է միայն աստվածներին։ Նրանք հարյուրավոր տարիներով փորձում են պատասխանել մի հարցի, թե որն է վերջավոր մարդու տեղը անվերջ աշխարհում։ Նրանք իրենք են ստեղծում հարցեր և փորձում են պատասխանել իրենց իսկ հարցին իրենց իմաստությամբ։ Եվ նրանք ունեն ևս երկու հարց, որը մոտավորապես 3000 տարի փորձում են պատասխանել և այդպես էլ իրենց իմաստությունը չտարավ դեպի աստվածաշնչյան ճշմարտությանը։ Հարցը հետևյալն է. որտեղից է առաջացել ամեն ինչ, որ գոյություն ունի, և երկրորդ, որն է ամեն ինչի աղբյուրը։ Փիլիսոփայության այս հավերժական հարցին քրիստոնյաները պատասխանում են 3-րդ համարով. ամեն ինչ նրանով եղավ և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Ամեն ինչի աղբյուրը Աստված է։ Նա հավերժական է և նա ստեղծեց ամեն ինչ։ Եվ նրա գործուն ուժը արարչագործության մեջ բանն էր, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Կողոսացիների 1:16, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ երկնքում է ու երկրի վրա, այն ինչ երևում է և չի երևում, թե գայերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։ Եվ Եբրայեցիների 1:2, այս վերջին օրերին մեզ հետ խոսեց որդու միջոցով, հայրը, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, որի միջոցով ստեղծեց նաև դարերը։ Ահա փիլիսոփայության հարցի պատասխանը, որը որ հազարավոր տարիներ փորձում են պատասխանել։ Բանն Աստծո մոտ էր, բանը լինելով երրորդության անձը Աստծո հոր հետ սերտ հաղորդակցության մեջ էր ողջ հավիտենականության ընթացքում։ Այս 3 համարները հերքում են 3 հերետիկոսություն։ Առաջինը Արիոսի հերետիկոսությունը, որը պնդում էր, որ Քրիստոսը հավասար չէ հորը։ Երկրորդ Սեբելյանությանը, որի հետևորդները մերժում են երրորդության անձերի միջև եղած տարբերությունը, հավատալով, որ երբեմն Աստված դրսևորվում է որպես հայր, երբեմն որպես որդի, իսկ երբեմն որպես Սուրբ Հոգի։
եւ որ Հայրն ու Սուրբ Հոգին էին, որ պատժվեցին խաչի վրա։ Եվ սա իմիջիայլոց Հայաստանում էլ կա այս ուսմունքը, հաճախ են մարդիկ Facebook-ով բանավեճի մեջ մտնում, իմ հետ կոնկրետ եղել է։ Երրորդ, սոցինացիների եւ ունիտարների ուսմունքը նույնը մերժում է, ովքեր հավատում են, որ Հիսուս Քրիստոսը Աստված չէր, այլ մարդ, սուրբ եւ կատարյալ, բայց միևնույն ժամանակ մարդ։ Այս համարի մեր ուսումնասիրությունն ավարտելով մնում է միայն ասել, որ այն պարունակում է այնպիսի խորը առասվածներ, որոնց մեջ մարդկային միտքը չի կարողանում թափանցել եւ երկնային խոսքերը չափազանց թերի են դրանք նկարագրելու համար։ Ինչպես կարող է, հարց կա, ինչպես կարող է բազմակի լինել միասնության մեջ եւ միասնություն բազմակիության մեջ։ Ինչպես կարող են երրորդության 3 անձերը լինել մեկ Աստված եւ ինչպես կարող է Քրիստոսը միաժամանակ լինել Հոր մեջ, այսինքն մի էություն ունենալ նրա հետ, Հոր հետ եւ միևնույն ժամանակ լինել Հորից առանձին անձ։ Ինչպես կարող է Քրիստոսը լինել հավիտենականության Հայր, ինչպես ասում է Եսայի 9:6 համարը, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց եւ որը իշխանություն ունի իր ուսերի վրա, որ կոչվելու է սքանչելի խորհրդական հզոր Աստված հավիտենականության Հայր եւ խաղաղության իշխան եւ միևնույն ժամանակ լինել հավիտենական որդի։ Մեր միտքը լիարժեք չի կարող ըմբռնել այս ամենը, դե կարող եք բացատրել։ Պարզապես կուզեմ Օգոստինոսի 2 խոսքերով պատասխանել։ Եթե փորձես բացահայտել Սուրբ Երրորդությունը, կկորցնես խելքդ, բայց այն մերժելուց կկորցնես հոգիդ։ Այո, իսկապես այս առասվածը լիարժեքորեն ուսումնասիրելու փորձերը հիմարություն են եւ ջանքերը զուր։ Չենք ասում, հա, ընդհանրապես պետք չի, բայց որ 100%-անով բացահայտել դա զուր է։ Բայց դրան հավատալը բարեպաշտություն է, իսկ իմանալը հավերժական կյանք, եւ հավատացողները այս տողերին երջանիկներ են, բայց այս առասվածը, հիշեք, հնարավոր չէ հասկանալ առանց այն սիրելու։ Դու չես կարող հասկանաս, եթե դու այն չես սիրում, եթե դու չես սիրում Հորը, եթե դու չես սիրում Որդուն, եթե դու չես սիրում Սուրբ Հոգուն, բայց նրանց սիրելու համար ճանապարհ է պետք անցնել Սուրբ Գրքի էջերով։ Ուշադիր, մարգարեություններում դրանք ընդգծում են մարգարեների խոսքերի անխուսափելի եւ մոտալուտ կատարումը։ Զգուշացումներում դրանք ընդգծում են պատժի անխուսափելիությունն ու հանկարծակիությունը, երբ չի ընդունվում։ Կանոններում դրանք ընդգծում են դրանց պահպանման անհրաժեշտությունը։ Հաստատումներում դրանք ծառայում են ցույց տալու իրենց կողմից ներկայացված ճշմարտությունների կարևորությունը։ Երկրորդ համարում այս նախադասությունը ենթադրում է, որ արարչագործությունը որդու գործն էր, ինչպես Հորը, քանզի նրանով ամեն ինչ ստեղծվեց, Կողոսացիների 1:16, սկզբում Տեր դու դրեցիր երկրի հիմքերը, Եբրայեցիների 1:10, եւ նա, ով արարիչն է, չի կարող լինել որևէ մեկը բացի Աստծուց։ Այս արտահայտությունը բնավ չի ենթադրում, որ Հայր Աստվածը եւ Որդի Աստվածը հավասար չեն, կարծես Որդին պարզ աշխատող լիներ, որը գործում էր Հոր հրահանգներով։ Այն նաև չի ենթադրում, որ Հայր Աստվածը որևէ մասնակցություն չի ունեցել արարչագործությանը։ Այս արտահայտությունը խոսում է Հոր հետ ստեղծագործության եւ մնացած ամեն ինչի մեջ համագործվող հավիտենական բանի մասին, որովհետև ինչ որ նա անում է, Որդին էլ է անում, Հովհաննես 5:19, Հայրը գործում է, Որդին էլ է գործում, Հովհաննես 5:17, որով նաև աշխարհը ստեղծեց, Եբրայեցիների 1:2։ Այս խոսքերը ծառայում են որպես լրացուցիչ ապացույց,
որ Քրիստոսը չի ստեղծվել, եթե ամեն ինչ առանց բացառության ստեղծվել է նրա մասնակցությամբ, ապա պարզ է, որ Քրիստոսն ինքը չի կարող լինել ստեղծված էակ։ Այս արտահայտությունը ենթադրում է, որ երրորդության որոշմամբ Քրիստոսը նշանակվել է կյանքի աղբյուր, սկիզբ և պատճառ, որը խոսում է 4-րդ համարը։ Կյանքը բխում է Քրիստոսից։ Հովհաննեսի ավետարանում կյանք բառը օգտագործում է մոտավորապես 36 անգամ, շատ ավելի, քան Նոր Կտակարանի որևէ այլ գրքում։ Ինչ վերաբերվում է նրան, թե ինչպիսի կյանքի մասին է խոսքը, մեկնաբանները տարբեր կարծիքներ են ունենում։ Բերեմ մի քանիսի մեջ բերումները, Ժան Կալվինը կարծում է, որ սա վերաբերում է Քրիստոսի անդադար նախախնամությանը ողջ արարչագործության վրա։ Ստեղծելով ամեն ինչ, նա պահպանում է կյանքն ու կարգուկանոնը տիեզերքում։ Ցվինգլը, Աուրուսթմիթը, Ալֆորդը և ժամանակակից մեկնաբանների մեծ մասը կարծում են, որ կյանքը այս հասկացողությունը ներառում է դրա բոլոր ձևերը՝ կենդանական, բուսական և հոգևոր։ Եվ բերում են մեջբերումներ. դու ուղարկում ես քո հոգին և դրանք ստեղծում են, դու նորոգում ես երկրի երեսը, Սաղմոս 104:30, որտև նրանում ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք, Գործք Առաքելոց 17:28։ Հիմնվելով այս համարների վրա, նրանք այդպես են պատկերացնում Ցվինգլը, Աուրուսթմիթը։ Լյութերը, Մելանխտոնը, Բրենտիուսը, Ֆլացիուսը, Լամպերը, Փիրիսը և շատերը կարծում են, որ այս արտահայտությունը վերաբերվում է բացառապես հոգևոր կյանքին, այսինքն միայն Քրիստոսն է կյանքի աղբյուրը մարդկանց համար այստեղ և երկնքում։ Կուզեմ Ջոն Մակարտուրի մեջբերումներից անեմ 4-5 համարները զուգահեռ իրար հետ, այսպես է գրում. կյանք, լույս, խավարը ընթերցողներին ծանոթացնում է ավետարանում հանդիպող հակադիր թեմաների։ Կյանքը և լույսը խոսքի հատկանիշներ են, որոնք բնորոշ են միայն Աստծուն։ Առաջի Հովհաննու 5:26 համար, որովհետև ինչպես հայրն է կյանքի աղբյուր, այդպես էլ որդուն դարձրեց կյանքի աղբյուր։ Այլև նրանց, ովքեր արձագանքում են Հիսուս Քրիստոսի քարոզչությանը, նույնպես նրանք կոչվում են լույս և կյանք։ Հովհաննես 8:12 համար, ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Այսինքն, ով ընդունում է այդ լույսը, նրա մեջ ունենում է նաև կյանքը։ Լայն իմաստով այն խոսում է ոչ միայն ֆիզիկական ժամանակավոր կյանքի մասին, որը որդին տվեց ստեղծված աշխարհին, այդ արարչագործությունը իր մասնակցության ընթացքում, այլև հիմնականում հոգևոր հավերժական կյանքի մասին է խոսքը, որը փոխանցում է որպես պարգև նրա հանդեպ հավատքի միջոցով։ Այսինքն Ջոն Մակարտուրը նույն միտքն ունի, որը որ Մարտին Լյութերը, Մելանխտոնը և այլն։ Ես երկու գաղափարներն էլ ընդունում եմ և կիսում եմ, որ ստեղծելով ամեն ինչ, նա պահում է կյանքն ու կարգուկանոնը տիեզերքում իր նախախնամությամբ։ Նաև ես ընդունում եմ և ավելի հակված եմ մտածելու Մակարտուրի, Լյութերի, Մելանխտոնի հետ հետևյալ պատճառով, օրինակ Սաղմոս 36:9-ում գրում է. քանզի քեզ մոտ է կյանքի աղբյուրը, քո լույսով ենք մենք տեսնում լույսը։ Եվ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, Հովհաննեսն է ասում, և այս կյանքը նրա որդու մեջ է, Հովհաննես 5:11 համար։ Այս կյանք, լույս արտահայտությունը նշանակում է, որ Քրիստոսի մեջ գոյություն ունեցող կյանքը նույնիսկ մինչև անկումը նախատեսված էր մարդու համար բացել դեպի դրախտ տանող ճանապարհը։ Այն պետք է բավարարեր մարդկային հոգու կարիքը և դառնար միակ մխիթարությունը և միակ լույսը բոլոր փրկվածների համար։ Այս արտահայտությունը ենթադրում է, որ Քրիստոսը
մարդկանց հոգևոր լույս է առաջարկում, բայց անկումից ի վեր մարդիկ անընդհատ անտեսել են այն։ Այս լույսը նման է մութ սենյակում վառվող մոմի լույսի։ Նա փայլում է մութ աշխարհում, խավարն ավելի տեսանելի դարձնելով։ Անհավատները բնակվում են հոգևոր խավարում։ Պողոսն ասում է Եփեսացիների 5:8-ում, դուք մի ժամանակ խավար էիք։ Ինձ դուր եկավ այս նախադասության վերաբերյալ առուստմիթի գրառումը։ Ստեղծագործության և նախախնամության գործերում Քրիստոսը փայլել է դարերի ընթացքում։ Նա իր մասին Ինձ դուր եկավ այս նախադասության Ինձ դուր եկավ այս նախադասության վերաբերյալ առուստմիթի գրառումը, կիսվեմ ձեր հետ, այսպես է գրում. Ստեղծագործության և նախախնամության գործերում Քրիստոսը փայլել է դարերի ընթացքում։ Նա իր մասին բազմաթիվ վկայություններ է թողել։ Ամբողջ արարչագործությունը նման է պրոֆեսորի, որը մարդկանց դասախոսություններ է կարդում Աստծո, նրա իմաստության, զորության և բարության մասին։ Այս արտահայտությունը ենթադրում է, որ անկումից ի վեր մարդկային սիրտը լիակատար խավարի մեջ է եղել, և որ մարդկանց մեծամասնությունը չի ընդունել Քրիստոսի առաջարկած լույսը։ Այս համարում երկու բայերի տարբեր ժամանակաձևերը նշանակալից են։ Լույսի մասին խոսում է ներկա ժամանակով, այն փայլում է մինչև հիմա ինչպես միշտ, իսկ խավարի մասին խոսում է անցյալ ժամանակով, այն լույսը չի ընկալել սկզբից մինչև հիմա և չի էլ կարող։ Այստեղ տեղին է հիշել, որ առաջին գլխի, առաջին և երկրորդ համարներում խոսում են աշխարհի ստեղծումից առաջ եղած վիճակի մասին, երկրորդ համարը ստեղծման մասին, չորրորդը անկումից առաջ եկած վիճակի մասին, իսկ հինգերորդը անկումից հետո եղած վիճակի մասին։ Սա շատ կարևոր է։ Հովհաննեսի ավետարանի բացման այս 5 համարների վերաբերյալ իմ մտորումները եզրափակելով կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ ոչ մի մեկնաբան չի կարողացել թափանցել այս հատվածներում պարունակվող մեծ ճշմարտությունների խորքը։ Ուսումնասիրել եմ շատ տարբեր աստվածաբանների, մինչև այս տեքստը գրել եմ։ Ես զգալի ջանքեր եմ գործադրել այս հատվածն ավելի հասկանալի դարձնելու համար։ Հաշվի առնելով դրա անսահման կարևորությունը, ես նպատակահարմար համարեցի ներառել սովորականից ավելի շատ համարներ և համարների վրա հիմնված մտքեր, բայց նույնիսկ այս ամենից հետո ես զգում եմ, որ միայն մակերեսային եմ ծանոթացել այս զարմանահրաշ հատվածին։ Մենք այն լիովին կհասկանանք միայն հավերժության մեջ։ Եվ կուզեմ միանգամից այս հատվածից անցում կատարենք 14 համարին, որը որ խոսում է այս հավիտենական Աստծո մասին, երկինք ու երկիր արարող Աստծո մասին, ով հայտնվեց մարմնի մեջ։ Եվ որպես մեր նախատոնական այս պատգամը կուզեմ, որ բոլորի սրտերին էլ ավելի ուրախություն պարգևի հավատացողների համար։ Եվ մինչ կանցնենք այս թեմային, կուզեմ հարց տալ. ձեզ ինքներդ ձեր մեջ մտորեք ու իմացեք, այն հավատքը, որը դուք ունեք ձեր մեջ և կրում եք, ճշմարիտ հավատք է, ուղղված է հենց այդ Հիսուս Քրիստոսին, ուղղված է հենց այն Աստծուն, որի անունն է Հիսուս Քրիստոս, որ նա հավիտենից էր, որ նա ինչպես երեկ էր, նույն է և այսօր։ Մտորեք ձեր մեջ, դուք հավատում եք այդ Աստծուն,
այդ Քրիստոսին, թե ձեր պատկերացումների մեջ Քրիստոսը մի փոքր ցածր է հորից, դուք ունեք այդ գիտելիքը եւ այդ գիտելիքի վրա է հիմնված ձեր հավատքը, թե պարզապես շատերի պես ուղղակի ինչ լսում ասում ենք ամեն։ Անգիտակից հավատք Աստծուն պետք չի եւ ձեզ էլ պետք չի։ 14 համարը եկեք մի հատ էլ կարդանք եւ ուսումնասիրենք։ Եվ բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց, եւ մենք նրա փառքը տեսանք, որպես հոր միածնի փառքը շնորհով ու ճշմարտությամբ լեցուն։ Սա շատ կարճ հատված է եւ լի է խոր իմաստով։ Այս համարի բովանդակությունը արժանի է եւս հատուկ ուսումնասիրության։ Այս հատվածում բավարար նյութ կա, որպեսզի դրան նվիրենք մի ամբողջ քարոզ, բայց փորձեմ ավելի կարճ լինել, քան այս համարը արժանի է իրոք խոսելու։ Այս համարի հիմնական ճշմարտությունն այն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնացումը իրականություն էր։ Հովհաննես առաքյալը գրում է, որ բանը մարմին դարձավ եւ բնակվեց մեր մեջ։ Այս խոսքերից պարզ են դառնում, որ մեր աստվածային փրկիչը իսկապես մարդկային բնույթ ընդունեց մեղավորներին փրկելու համար։ Նա իսկապես մեզ նման մարդ դարձավ, միայն թե նրա մեջ մեղք չկար։ Մեզ նման նա ծնվեց կնոջից թեև հրաշքով։ Մեզ նման նա մեծացավ, մանկուց վերածվելով երիտասարդի, իսկ երիտասարդությունից հասուն տղամարդու, եւ Ղուկասը ավելացնում է 2 գլուխ 52 համարում իմաստությամբ եւ հասակով։ Մեզ նման նա քաղցր զգում, ծարավում, ուտում, խմում, քնում, հոգնում, ցավ զգում, լաց լինում, ուրախանում, զարմանում, կարեկցանքի կարիք էր զգում, նաև երբեմն զայրանում էր։ Մարմին դառնալով նա աղոթում էր, ուսումնասիրում էր Սուրբ Գիրքը, կրում գայթակղությունները եւ իր մարդկային կամքը ենթարկում էր երկնային հոր կամքին։ Իր երկնային կյանքի վերջում Քրիստոսը իրական տառապանք ապրեց, թափելով իր արյունը, իսկապես մահանալով, իսկապես թաղվելով, իսկապես հարություն առնելով եւ իսկապես երկինք համբարձվելով։ Այս ամբողջ ընթացքում Քրիստոսը միաժամանակ եւ Աստված էր եւ մարդ։ Քրիստոսի մեկ անձի մեջ երկու բնությունների միությունը անկասկած քրիստոնեական հավատքի ամենամեծ առեղծվածներից մեկն է, ինչպես Սուրբ Երրորդության առեղծվածը։ Դրա մասին պետք է խոսել մեծ զգուշությամբ։ Կարևոր սահմանում սա այն մեծ ճշմարտություններից մեկն է, որը տրվում է ոչ թե հետաքրքրությունից դրդված վերլուծելու, այլ հավատքով ընդունելու համար։ Որդին, որը հոր խոսքն էր, հավիտենությունից հոր հետ լինելով, հավիտենական Աստված է, եւ ունենալով նույն էությունը, ինչը հայրը, մարդկային բնույթ ստացավ օրհնյալ կույսի արգանդում։ Այն փաստը, որ Քրիստոսն այստեղ կոչվում է խոսք, ենթադրում է, որ խոսքը, որը Աստծո հետ էր եւ Աստված էր, անպայման պետք է լինի անձ։ Միայն անձը կարող էր մարմին դառնալ եւ բնակվել մեր մեջ։ Անիմաստ է փորձել պարզել, թե արդյոք Հովհաննեսը կարող էր ավելի հարմար անուն ընտրել երրորդության երրորդ անձի համար։ Առաքյալը չէր կարող գրել, որ Հիսուսը մարմին դարձավ, քանի որ Հիսուս անունը տրվել է մարմնացումից հետո։ Նմանապես Հովհաննեսը չէր կարող ասել սկզբում Քրիստոսն էր, քանի որ Քրիստոս անունը տրվել է մարդու անկումից հետո։ Սա վերջին անգամն է իմիջիալոց, որ Հովհաննեսը իր ավետարանում Հիսուս Քրիստոսին անվանում է խոսք։ Այս ամենը բացատրելուց հետո նրա մասին խոսելիս Հովհաննեսը նրան անվանում է Հիսուս կամ Տեր։ Հարկ է նշել, որ այստեղ մարմին բառն օգտագործում է մարդ բառի փոխարեն։
Հովհաննեսը դիտավորյալ է ընտրում այս բառը ցույց տալու համար, որ Քրիստոսը երկիր գալով իսկապես դարձավ մարդ։ Այս խոսքերը նաև խոսում են մեր Տիրոջ մարմնավորման մասին, մարմնով, որը ենթակա է մարմնից անբաժանելի թուլությունների, տառապանքների և տկարությունների։ Նա չդարձավ Ադամի նման մինչև անկումը, ազատ բոլոր թերություններից։ Նա դարձավ Ադամի ցանկացած ժառանգին նման, ենթակա լինելով բոլոր չարիքներին, բացի մեղքից, որոնք բնորոշ են անկում ապրած մարդկային բնույթին։ Վերջապես մարմին բառը ցույց է տալիս, որ մեր Տերը չդարձավ մարդու հատուկ տեսակ։ Քրիստոսը նույն մարդկային բնույթն ուներ, ինչ Ադամի բոլոր սերունդները, նա դարձավ ամեն մարմնի փրկիչը։ Այս համարի ողջ իմաստը հեռու է մեր ապականված մտքից, սակայն կարևոր է ունենալ ամուր և ճիշտ համոզմունքներ այն մասին, թե ինչ է այն սովորեցնում։ Երրորդության ուսմունքից հետո Քրիստոսի մարմնավորման ուսմունքը ամենաուժեղ քննադատության արժանացավ հերետիկոսների կողմից։ Մեկ անձի մեջ երկու բնույթների համադրությունը մեծ մասամբ անհասկանալի է։ Ուստի մենք պարզապես պետք է հավատանք դրան։ Հիշեք, որ մարդը չի կարող բացատրել մարմնի և հոգու միությունը նույնիսկ իր ներսում։ Նույնիսկ մեր ներսում կարող ես բացատրել քո մարմնի և հոգուտ այդ միասնությունը։ Չես կարող։ Սակայն կան ճշմարտություններ Քրիստոսի մարմնավորման մասին, որոնք մենք պետք է լավ իմանանք և հետևենք դրան։ Առաջինը, մենք պետք է հիշենք, որ երբ խոսքը մարմին դարձավ, երկու հավասար տարբեր բնույթներ միավորվեցին Հիսուսի մեջ։ Այս միությունը հնարավոր չէ բացատրել, բայց դա ճշմարտություն է, որին մենք պետք է իմանանք և առանց կասկածի հավատանք։ Քրիստոսը և Աստված է, և մարդ։ Նա Աստված է ծնված հորից, մեկ բնությամբ հոր հետ, Աստծո հետ, և մարդ է ծնված աշխարհում, մեկ է բնությամբ իր մոր հետ։ Նա ամբողջովին Աստված է և ամբողջովին մարդ է։ Քրիստոսը մեկն է, չնայած նա և Աստված է և մարդ։ Նա մեկն է ոչ թե այն պատճառով, որ նրա աստվածայինը մարմնացավ, այլ որովհետև նրա մարդկայինին ավելացվեց նրա աստվածայինը։ Սա գիտեք, ինչ պատկեր է, ճիշտ հասկանալու համար, նաև չեմ ուզենա, որ ամբողջությամբ այդպես պատկերացնեք, բայց պատկերը այսպիսին է. Քրիստոսը մտավ Հիսուսի մեջ։ Այս վիճակն է։ Երբ ասվում է, որ բանը մարմին դարձավ, դա չի նշանակում, որ մեկ բնույթը զիջեց մյուսին։ Երբեք մի առանձնացրեք Քրիստոսի մեկ բնույթը մյուսից։ Հիշեք, որ երկուսն էլ միավորված են նրա մեջ։ Ես գտա մի արտահայտություն անհայտ հեղինակից, որը բացատրում է այսպես, բանը մարմին դարձավ այս խոսքերը, որ ինձ շատ դուր եկան, հետևյալն էր. ես նույնն եմ, ինչ նախկինում, այսինքն Աստված, ես այն չէի, ինչ հիմա եմ, այսինքն մարդ, բայց հիմա ես և Աստված եմ, և մարդ։ Հետաքրքիր է։ Երկրորդ, երբ բանը մարմին դարձավ, նա երբեք չդադարեց Աստված լինելուց։ Նա որոշեց թաքցնել իր աստվածային բնույթն ու զորությունը իր երկրային ծառայության ընթացքում։ Քրիստոսը թողեց երկնային փառքը և դարձավ հյուսն երկրի վրա, բայց նա երբեք չկորցրեց իր աստվածային բնույթը նույնիսկ այն ժամանակ, երբ նա մանուկ էր։ Աստված չի կարող դադարել Աստված լինելուց։ Քրիստոսը աստվածամարդն էր իր կյանքում, տառապանքների, մահվան և հարության մեջ։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված իր համար գնեց եկեղեցին իր սեփական արյունով։ Սա նրա արյունն էր, ով ոչ միայն մարդ էր, այլև Աստված։ Երրորդ,
Երբ բանը մարմին դարձավ, նա ամեն ինչով դարձավ մարդ, ճիշտ մեզպես, եւ իր մարմնավորման պահից ի վեր նա երբեք չդադարեց այդպեսին լինելուց։ Նրա մարդկային բնույթը ճիշտ նույնն էր, ինչ մերը, եւ նա դեռևս ունի նույն բնույթը, միայն փառավորված։ Նա ով պայքարեց գայթակղությունների դեմ, կատարելապես կատարեց օրենքը, կրեց մեղավորների վիրավորանքները, գիշերներն անցկացրեց աղոթքի մեջ, իր կամքը ենթարկեց Աստծուն, տառապեց, մահացավ, հարություն առավ եւ համբարձվեց երկինք, ոչ միայն լինելով Աստված էր այս ամբողջի մեջ, այլև լիովին մարդ ունենալով մեր նման մարմին։ Գրված է, որ ամեն ինչում նա պետք է նմանվեր իր եղբայրներին, Եբրայեցիների 2:17։ Նա չդադարեց մարդ լինել նույնիսկ այն ժամանակ, երբ համբարձվեց երկինք։ Բայց նաև գրված է, որ հայտնապես մեծ է Աստված պաշտության խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեց, 1 Տիմոթեոս 3:16 համար։ Նա ով հիմա նստած է Հոր Աստծո աջ կողմում, բարեխոսելով մեղավորների համար, նույնքան մարդ է, որքան Աստված։ Մեր երկնային քահանայապետը ոչ միայն Աստված է, այլև մարդ։ Քրիստոսի թե մարդկային, թե աստվածային բնույթը մնաց նրա հետ, երբ նա համբարձվեց երկինք։ 4. Երբ բանը մարմին դարձավ, նա իր վրա վերցրեց այդ մարմնի ապականությունը, Հռոմեացիներին ուղված նամակում ասում է, որ Քրիստոսը ուղարկվել է մեղավորների մարմնի նմանությամբ, Հռոմեացիների 8:3 համար։ Եվ մենք չենք կարող մեր մտորումներում ավելի հեռու գնալ, քան սա. Քրիստոսը մեղք դարձավ, 2 Կորինթացիների 5:21 համար։ Բայց նա մեղքը չգիտեր, նա սուրբ էր, անմեղ, անարատ, մեղավորներից զատված, առանց որևէ բծի կամ արատի։ Սատանան ոչ մի մեղք չէր գտնում փորձության ժամանակ, որը փորձվեց ամենաանտանելի ձևերով։ Նրա մարդկային բնույթը ենթակա էր թուլությունների, բայց ոչ մեղքի։ Քրիստոսի մեջ մեղք չկար ոչ նրա մարմնում, ոչ նրա հոգում։ Նրա մարդկային բնույթը ենթակա էր թուլությունների, բայց ոչ մեղքի, կրկին։ Քանի որ Հիսուս Քրիստոսի երկու բնությունների միասնությունը մշուշոտ էր հասկացվում, վաղ եկեղեցում առաջացան բազմաթիվ վտանգավոր հերետիկոսական ուսմունքներ, որը նաև գործում է մինչ օրս։ Բնակվել, այս թարգմանված հուներեն բառը բառացիորեն նշանակում է բնակվել վրանում։ Քրիստոսը նույն մարդն է հիմա, ինչպիսին էր, երբ ծնվեց Մարիամից, եւ այդպես էլ կմնա հավիտյան։ Քրիստոսը հագավ իրեն մարդկային բնություն, որպեսզի այլևս երբեք չմերկանա դրանից։ Եվ պատճառներից մեկը, որը կարող եմ եզրակացնել այս պահին այն է, որ նրան տեսնենք մեր աչքերով, ինչպես որ ասում է առաքյալը, մեզ հետ բնակվեց, այս արտահայտության իմաստն այն է, որ Քրիստոսը մարդկանց հետ բնակվեց 33 տարի, նա երկրի վրա ապրեց բավականաչափ երկար, որպեսզի իր մարմնավորման իրականությունը անհերքելի դարձներ։ Քրիստոսը մի քանի րոպեով չհայտնվեց, որպես ուրվական կամ երևակայություն, ոչ էլ որպես հյուր, որը ժամանեց մի քանի օրով։ Նա մարդկանց մեջ ապրեց մարդկային մարմնով մի ամբողջ սերնդի ժամանակահատվածում։ 33 տարի նա ապրեց այնտեղ բնակվող մարդկանց հետ կողք կողքի։ Եվ Հովհաննես այստեղ ասում է, որ չնայած բանը մարմին դարձավ, նրա փառքը ժամանակ առ ժամանակ տեսանելի էր նրա աշակերտներին, եւ մենք տեսանք, ասում է, նրա փառքը։ Առաքյալներին ապացույցներ տրվեցին, որ Քրիստոսը ոչ միայն մարդ էր, այլև Աստծո միածին որդին էր։ Գիտեք, սա չի վերաբերվում Տիրոջ կատարած հրաշքներին։
Այս հրաշալի իրադարձություններից յուրաքանչյուրում, այո, Քրիստոսը բացահայտում էր իր փառքը եւ նրա աշակերտները վկաներն էին, բայց այս խոսքերը վերաբերում են միայն Քրիստոսի այլակերպությանը, որի ընթացքում նա իր փառքը հայտնեց Պետրոսին, Հովհաննեսին եւ Հակոբոսին։ Տեսեք ինչ է գրում երկրորդ Պետրոս առաջի գլուխ 16-ից 18 համարներում։ Որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը ձեզ ցույց տվեցինք ոչ թե վարպետորեն հորինված առասպելներին հետևելով, այլ նրա մեծափառության ականատեսը լինելով, քանի որ ինքը Հայր Աստծուց ստացավ փառքն ու պատիվը, երբ գերազանց փառքից եկավ, նրան այն ձայնը, թե սա է իմ սիրելի որդին, ում հավանել եմ, եւ երկնքից եկած այս ձայնը մենք լսեցինք, երբ նրա հետ էինք Սուրբ Լեռան վրա։ Այս նախադասությունը նշանակում է այնպիսի փառք, որ մենք տեսել ենք, կարող էր ունենալ միայն նա, ով հոր միածին որդին էր։ Այս խոսքերը դժվար թե կարելի լինի կիրառել Քրիստոսի կողմից կատարված հրաշքների նկատմամբ։ Ամենայն հավանականությամբ մյուս երկու առաքյալների կողմից տեսած փառքի դրսևորումը, որին ուղեկցում էր հոր խոսքերը, սա իմ սիրելի որդին, վերաբերում է Քրիստոսի այլակերպությանը։ Մենք տեսանք այն փառքը, որին միայն Աստծո միածին որդին կարող էր արժանի լինել։ Հովհաննեսի պատկերացումը ասածը հետևյալն է, որը որ եթե բացատրությունը տանք, այսպես է ստացվում. մենք տեսանք այն փառքը, որին միայն Աստծո միածին որդին կարող է արժանի լինել, այն փառքը, որը միայն նրան է վայել, նրա մեջ չկար այն աշխարհիկ շքեղությունն ու հանդիսավորությունը, որը հրեաները ակնկալում էին տեսնել Մեսիայի մեջ։ Քրիստոսը հագած էր սրբության, շնորհի, ճշմարտության եւ իր կատարած հրաշքների վեհության փառքը։ Ահա թե ինչ էր տեսել Հովհաննես առաքյալը։ Երբ Հովհաննեսն օգտագործում է ինչպես բառը, նա նկատի չի ունենում, որ բանի փառքը նման է Աստծո փառքին։ Հովհաննեսը պարզապես նշում է, որ տեսել է այն փառքը, որը պետք է ունենար Աստծո միածին որդին, թագավորների արքան։ Եբրայերենում ինչպես բառը օգտագործում է ոչ թե համեմատության համար, այլ ինչ որ բանի ճշմարտությունը կամ իրականությունը հաստատելու համար։ Գեղեցիկ է ընդհանրապես հուներեն քերականությունը շատ գեղեցիկ է։ Այս կարևոր արտահայտությունը խոսում է մեր Տիրոջ հավիտենական որդիության մասին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը միակն է, որ ծնվել է հոր կողմից Սուրբ Հոգու միջոցով եւ հավիտենությունից միշտ եղել է նրա սիրելի որդին։ Կարող եք ընկալել, կարող եք բացատրել, ահա թե որտեղ է կայանում այս խորհուրդը։ Նոր Կտակարանում այս արտահայտությունն օգտագործում է ընդամենը 5 անգամ եւ միայն Հովհաննեսի կողմից։ 5 Կտակարանը հաճախակի նշում է, որ Աստված միշտ որդի է ունեցել։ Գիտեք, այս բանը մենք ճիշտ է ուշուշ ենք տեսնում, բայց ունենք այս պատկերը։ Օրինակ, եկեք կարդանք Առակաց գրքի 30-րդ գլուխ 4-րդ համարը։ 30-րդ գլուխ 4-րդ համար։ Ով է, որ երկինք ելավ կամ իջավ, ով հավաքեց քամին իր բռերի մեջ, ով ամփոփեց ջրերն իր հանդերձանքների մեջ, ով հաստատեց աշխարհի բոլոր ծագերը, ինչ է նրա անունն ու նրա որդու անունը, եթե կարող ես ասել։ Եթե կարող եք ասել, այո, 5 Կտակարանում չգիտեին ինչ է նրա որդու անունը, բայց մենք գիտենք, եւ Տեր այդ լույսը սփռեց մեր վրա։ Եվ օրինակ բերեմ նույնպես Սաղմոս 2-րդ գլուխ 7 համար, որտեղ ասում է դու իմ որդին ես, ես այսօր քեզ ծնեցի, կամ Դանիել 3-րդ գլուխ 25 համար, երբ Նաբուգոդոնոսորը կրակի մեջ, Սեդրակ, Միսակ, Հաբեդնագովի հետ տեսավ Աստծո որդուն, եւ նա այդ ամենի մասին հայտարարեց Դանիել 3-րդ գլուխ 25 համար։ Բայց մենք չպետք է մոռանանք,
որ Քրիստոսը սկիզբ չունի, նա հավիտենից է, բայց թե երբվանից նա որդի կոչվեց, ինչու կոչվեց, դա ևս առեղծված է, որը կրկին կիմանանք երկնքում։ Սա այն ճշմարտություններից մեկն է, որը պետք է ընդունվի հավատքով, բայց միևնույն է, պետք է խուսափել այս հարցի վերաբերյալ նեղ տեսակետերից, որտեղ մարդիկ այնքան կարճ են բացատրում Աստծո որդիության գաղափարը, որ այդտեղ անտեսվում է Քրիստոսի ամբողջ էությունը, իր որդիությունը, իր հավիտենությունը, հավիտենից լինելը անտեսվում է ամբողջությամբ։ Դրա համար այս նեղ տեսանկյուններից էլ պետք է խուսափենք։ Աստվածաշունչը նույնքան հստակ սովորեցնում է, որ որդիություն բառը վերաբերվում է երրորդության առաջին եւ երկրորդ անձած միջև գոյություն ունեցող հավերժական հարաբերություններին, եւ որ Քրիստոսը Աստծո միածին եւ հավերժական որդին է։ Նաեւ պարզ է, որ հայրը սիրում է որդուն եւ որ նա սիրել է նրան աշխարհի ստեղծումից առաջ, Հովհաննես 17:24 համար։ Սա մեզ համար բավարար պետք է լինի։ Մեր սահմանափակումների պատճառով մենք ավելին չենք կարող խորանալ եւ հասկանալ։ Իմիջիայլոց, եթե դուք կարդաք Հովհաննես 17-րդ, մեր Տիրոջ աղոթքը, այդտեղ հոր եւ որդու միջև եղած այս հարաբերությունների մասին շատ արգումենտներ կտեսնեք։ Սակայն, երբ մենք Քրիստոսի խոսում ենք որպես հոր միածին որդու, եկեք երբեք որդիության գաղափարը չկապենք երրորդության անձանց միջև անհավասարության գաղափարի հետ։ Սա հերետիկոսություն է։ Ուշադիր, կխնդրեմ լինեք։ Հոր որդու եւ Սուրբ Հոգու Աստվածությունը մեկն է։ Նրանց փառքը հավասար է եւ նրանց մեծությունը համարժեք։ Ինչպես հայրը, այնպես էլ որդին, բայց միևնույն ժամանակ հայրը որդին չէ եւ որդին էլ հայրը չէ։ Այս թեմայով շատ հերետիկոսություններ կան, բայց չեմ թվարկի, այլ պարզապես հիշենք եւ հակառակվողներին պատասխանենք Օգոստինոսի խոսքերով։ Օգոստինոսն էլ ժամանակին շատերն էին հակառակվում, որ ուզում էին ցածրացնել որդու դիրքը, մերժել որդուն եւ այլն, բայց այնպես են խոսում, կարծես թե Հայր Աստծուն շատ լավ էին ճանաչում եւ Օգոստինոսը այսպիսի խոսքեր արտահայտում ասելով. Ցույց տուր ինձ եւ բացատրիր հոր հավիտենականությունը, հավիտենական լինելը, եւ ես քեզ ցույց կտամ եւ կբացատրեմ հավիտենական որդուն։ Այսինքն, եթե դու կարաս ցույց տաս, բացատրես լիարժեք ամբողջությամբ, ես էլ քեզ որդուն կասեմ։ Սրան պետք է հավատալ, այլ ոչ թե բացատրել։ Կուզեմ կարևոր նախազգուշացումներ տալ եւ մեր այսօրվա թեմայի հետ, որը նաեւ թող լինի ձեզ համար որպես կիրառություն ձեր կյանքի օրերում եւ կխնդրեմ ուշադիր լինեք։ Այսպիսով երկու ամբողջական բնույթները, աստվածայինը եւ մարդկայինը, ընդմիշտ միավորվեցին մեկ անձի մեջ, մեկ Քրիստոսի, ճշմարիտ Աստծո եւ ճշմարիտ որդու մեջ։ Այս խոսքերը շատ կարևոր են, սա առողջ խոսք է, որը որ չի կարող հերքվել։ Թեև մենք չենք հավակնում բացատրել երկու բնությունների միության առեղծվածը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձի մեջ, այնուամենայնիվ եկեք գիտեք ինչ, ձգտենք ուշադիր պահպանել այս ճշմարտությունը հնարավոր հերետիկոսությունից։ Թեև մենք բացահայտ ենք արտահայտում մեր դիրքորոշումը, բայց մենք չպետք է խուսափենք այն մասին անկեղծ քննարկումից, թե ինչը չենք ընդունում։ Մենք չպետք է մոռանանք, որ չնայած մեր Տերը եւ Աստված էր եւ մարդ, նրա մարդկային եւ աստվածային բնույթները երբեք չեն խառնվել։ Մեկ բնույթը չի կլանել մյուսին։ Երկու բնույթներն էլ ներկա են նրա մեջ առանձին եւ յուրաքանչյուրը լիակատար չափով։ Քրիստոսի աստվածային էությունը
մի պահ անգամ չլքես նրան, չնայած այն անտեսանելիորեն ներկա էր նրա մեջ։ Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում նրա մարդկային բնույթը ոչնչով չէր տարբերվում մեր բնույթից, չնայած նրա միությունը իր աստվածային բնույթի հետ այն ավելի վեհ էր դարձնում։ Քրիստոսը կատարյալ Աստված, նաև կատարյալ մարդ էր իր մարմնավորման առաջին պահից։ Նա, ով համբարձվեց երկինք եւ այժմ նստած է Հոր Աստծո աջ կողմում, մեղավորների համար բարեխոսելու համար, եւ մարդ է եւ Աստված։ Կատարյալ մարդ լինելով Քրիստոսը երբեք չի դադարել լինել կատարյալ Աստված։ Նա, ով խաչի վրա տառապեց մեր մեղքերի համար, Աստված էր, որը մարմնով հայտնվեց, եւ արյունը, որը փրկագնեց եկեղեցին, կոչվում է Աստծո արյուն, Գործք Առաքելոց 20:28 համար։ Չնայած նա ծնվելով կույս մայրամից, մարմնացավ բառի ամենաբառացի իմաստով, նա երբեք չդադարեց լինել հավիտենական խոսքը, սակայն ասել, որ Քրիստոսը անընդհատ ցուցադրել է իր աստվածային բնույթը իր երկրային ծառայության ընթացքում, նշանակում է հակասել Աստվածաշնչում ներկայացված ակնհայտ եւ բազմաթիվ փաստերին։ Փորձելով բացատրել, թե ինչու էր նրա աստվածային էությունը երկրի վրա երբեմն բացահայտվում, իսկ երբեմն թաքնվում, մենք ներխուժում ենք մեզ համար արգելված տարածք։ Միևնույն ժամանակ ասել, որ Քրիստոսը լիովին եւ ամբողջությամբ Աստված չէր իր երկրային ծառայության որևէ պահի, ամբողջությամբ հերետիկոսություն կլինի։ Այս նախազգուշացումները առաջին հայացքին տեսեք կարող են թվալ ավելորդ, ձանձրալի եւ աննշան, սակայն ինչպես սկզբից ասացի, դրանց անտեսումը հանգեցրել է բազմաթիվ հոգիների կործանմանը, որոնք որ այսօր մարդիկ իբրև աղոթք են անում, մտնելով առաքելական եւ այլ եկեղեցիներ աղոթք են անում, Տեր Աստված, բայց իրանք չեն ճանաչում, թե ով է իրենց Աստվածը։ Դու հավատում ես, որ Քրիստոսն է քո Աստվածը, ով մարմնով հայտնվեց։ Գիտեք, այսօր շատ տկար գաղափար կա, մարդիկ մտածում են, որ Աստված նստած, ինչ որ մի հատ որդի Հիսուս, անունը մեկը ծնվեց, անունը դրեց Հիսուս, իրանը կոչեց որդի, որտեվ ինքը լավն է, բարի էր եւ այլն, ու մատաղ արեց տես խաչի վրա, ասեց մի խոսքով, всё, իրան ձեր փրկագնումը եղած է, ես արդեն մեկը կա, որ իրան մատաղ եմ արել, կերեք, խմեք, քեֆ արեք, ինչ ուզում եք արեք ու պետք էլ չի սկի իրան ճանաչեք։ Գնացեք պատարակների ինչ որ միտեղ եկեք տուն, առանց հասկանալու, մի գիտակցեք ձեզ ինչ է պետք, մի գիտակցեք, ձեզ այնտեղ ինչ որ ծիսական արարողություններ կանեն, դուք կգաք տուն, լավ է, վերջում կփրկվեք։ Սա մոլորության ոգին է, որ այսօր ներխուժել է ամբողջ աշխարհի վրա։ Բայց սա այն ճշմարտությունն է, որի վրա հենց մեր հավատքն է կառուցվում, որովհետև հավատքը ինքն իրենից ինչ է պարունակում, իմաստություն, գիտություն, բանականություն, որովհետև եթե մենք չունենք այդ բանականությունը, ապա մենք ինչին ենք հավատում։ Հենց երկու լիարժեք բնությունների անփոփոխ միությունն է Հիսուս Քրիստոսի անձի մեջ, որը հնարավոր է դարձնում նրա միջնորդությունը մեղավորների եւ Աստծո միջև։ Մեր միջնորդը կարողանում է համակրել մեզ, քանի որ նա իսկապես մարդ է։ Միևնույն ժամանակ նա կարող է իրավացիորեն միջնորդել մեզ համար Հոր առաջ, քանի որ նա Աստված է։ Հենց նրա երկու բնությունների այս միությունն է, որ նրա արդարությունը դարձնում է անսահման արժեքավոր։ Այս արդարությունը վերագրվում է նրանց, ովքեր հավատում են նրան, քանի որ դա նրա արդարությունն է, ով եւ Աստված էր եւ մարդ։ Բնությունների այս միությունը Քրիստոսի կողմից խաչի վրա մեղավորների համար թափված քավիճ արյան զորությունը դարձնում է անսպառ։ Խաչի վրա թափվեց նրա արյունը, ով եւ Աստված էր եւ մարդ։ Քրիստոսի մեջ երկու բնությունների այս միությունը նրա հարությունը դարձնում է աներևակայելիորեն նշանակալից։
եւ Քրիստոսը հարություն առավ եւ դարձավ իր եկեղեցու գլուխը, նա հարություն առավ ոչ թե որպես միայն մարդ, այլ նաեւ որպես Աստված։ Թող այս ճշմարտությունները խորը արմատներ գցեն մեր սրտերում։ Երկրորդ Ադամը մեծ է առաջինից։ Առաջին Ադամը միայն մարդ էր եւ նա անկավ, անկում ապրեց։ Իսկ երկրորդ Ադամը ոչ միայն մարդ է, այլև Աստված, եւ նա հասել է լիակատար հաղթանակի։ Բանը մարմին դարձավ։ Սա նշանակում է, որ Քրիստոսը ծանոթ է մեր բոլոր զգացմունքներին ու թուլություններին, քանի որ ինքն էլ փորձության ենթարկվեց։ Նա ամենակարող է, քանի որ Աստված է, բայց միևնույն ժամանակ կարող է մեզ հետ համակրել, քանի որ մարդ է։ Բանը մարմին դարձավ։ Սա նշանակում է, որ Քրիստոսը կարող է մեզ կատարյալ օրինակ ծառայել մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում։ Եթե նա մեր մեջ ապրեր որպես հրեշտակ կամ հոգի, մենք երբեք չենք կարողանա ընդօրինակել նրան։ Բայց քանի որ մեզ հետ ապրեց մի մարդ, մենք հաստատ գիտենք, որ սրբության իրական մոդելը քայլել է այնպես, ինչպես նա քայլեց, մենք ճանաչում ենք նրան, ինչպես Հովհաննեսն է ասում, քայլեք այնպես, ինչպես նա քայլեց, 1 Հովհաննես 2:6։ Քրիստոսը լավագույն օրինակն է, որին պետք է հետևել, քանի որ նա Աստված է։ Եվ նա լավագույն օրինակն է մեզ համար, քանի որ նա ապրեց երկրի վրա որպես մարդ։ Բանը մարմին դարձավ։ Եթե այո, ապա եկեք տեսնենք մեր մահկանացու մարմինների իրական արժանապատվությունը եւ չպղծենք դրանք մեղքով։ Անկախ նրանից, թե որքան փչացած եւ թույլ է մեր մարմինը, մենք պետք է հիշենք, որ հենց այս մարմնում էր, որ Աստծո հավիտենական որդին չամաչեց ծնվել եւ համբարձվել երկինք։ Այս իրադարձությունը երաշխիք է, որ վերջին օրը նա հարություն կտա մեր մարմիններին եւ կփառավորի դրանք։ Եկեք ավարտենք այս համարի մեր մտորումները խորը երախտագիտության եւ գնահատանքի զգացմունքով։ Նրանց համար, ովքեր հավատով ճանաչել են Հիսուս Քրիստոսին եւ վստահել են նրան, այս համարը մխիթարության հարուստ աղբյուր է։ Ով հավիտենական Քրիստոսը, երկնքի ու երկրի ստեղծող Աստված, բանն Աստծո սուրբ երրորդության երկրորդ անձը, հավիտենականության հայրը, Աստծո որդին, կյանքը, լույսը, ճշմարտությունը, միակ ճանապարհը, սիրո աղբյուրը, ինձ եւ քեզ արարողը, ձևավորվելով կույսի արգանդում, հայտնվեց մարդկային տկար մարմնի մեջ, որպեսզի ինձ եւ քեզ եւ մեր նմաններին հաշտեցնելով հոր հետ մեր մեղքերը իր վրա վերցնելով եւ մեզ իր սրբությունը վերագրելով արժանի դարձրեց, որպեսզի վերջին օրը համարձակությամբ կանգնենք Հայր Աստծո գահի առջև, սրբված, մաքրված ադամական ժառանգությունից, ստացած մեղքից եւ Քրիստոսի արդարությունը հագած իր շնորհից։ Եվ ինձ հետ հավատացողը բոլոր նրանք կասեն. Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Օրհնյալ է նրա ծնունդը այս խավար ու մեղավոր աշխարհի համար։ Եկեք աղոթք անենք եւ ավարտենք։